Ողջույն բոլորին, այս տեսանյութում օգոստոսի 1-ի կանխատեսումն է։ Եվ ուզում եմ նշել, որ օգոստոսի 1-ից որոշ տեսանյութեր կփոխվեն, նաև ամսվա շաբաթվան ավելի շուտ մի փոքր կփոխվի, մի քանի բան կավելանա, կպակասի կանխատեսման մեջ իհարկե։ Նույնն էլ ամսվանը եւս կավելանա, չգիտեմ, սա հուլիսին կարծես չհասցրեցի, որովհետև հուլիսը սովորաբար ավելի շատ հանգստյան ամիս է եւ բոլորս գնում ենք հանգստանալու եւ չենք հասցնում, ինչ որ բաներ անել, գործեր անել, ավելի շատ հանգստանալու ամիս է։ Դե համենայն դեպս սա 2 օր առաջ եմ անում, եթե հնարավոր լինի, ապա նաև կանեմ ամսվան, եթե ոչ, ապա կմնա արդեն օգոստոսից կսկսվի ամսվա կանխատեսումը։ Ահա, եւ տեսնենք, թե մեզ այսօր ինչ է սպասվելու բոլորիս։ Իհարկե շաբաթ է, դրա համար նայում ենք այս մյուս քարտերով։ Օգոստոս ամսին կփորձեմ նաև օգտագործել մյուս քարտերը, ինչքան էլ որ սովորել եք, բայց ինձ թվում է մշտապես նույն բանը լսելը կամ, հա։ Դա ինձ թվում է, որ այդքան էլ լավ չէ, լավ տարբերակ չէ, միշտ նույն բանը լսելը։ Ճիշտ է, շաբաթվանն էլ եք սովորել լսել այս քարտերով, բայց կարող եք գրել, եթե ձեզ դուր չի գալիս, կարող եմ փոխել էլի այս քարտերով, չնայած որոշ բաներ եմ մտցրել մեջը, դա արդեն այս քարտերով կարելի է նայել, ոչ թե մեկ այլ քարտերով։ Դե տեսնենք, կսկսենք խոյերից։ Ինչ է սպասվում խոյերին օգոստոսի 1-ին։ Դե տան հետ կապված հարցեր են, որոնք կլուծեք, հյուրեր կարող եք ընդունել, դուք գնաք հյուր, գուցե տուն եք մաքրում ու բորկա եք անում այդ օրը, առիթ է կամ շատ կարևոր իրադարձություն, բնակարանամուտ եք նշում, տուն եք վաճառում, տուն եք գնում։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե երիտասարդ տղայի հետ, տեսնենք ով է, չնայած կարող է մեծ լինի, քարտերը մի քիչ խապուսիկ են։ Ավելի շատ նամակագրական կապի մեջ եք լինելու, միգուցե իրար փաստաթուղթ եք հանձնում, մեկը մյուսին փաստաթուղթ է տալիս, կամ պայմանագիր եք կնքում իրար հետ, կամ նաև նոր ծանոթություն է, դեռևս ոնց որ շփվում եք այդպես նամակագրական կապով, հետո արդեն կարող է լրջանա։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ պետական աշխատողի հետ, կամ նաև նոր ծանոթություն է սա, նման անձնավորության հետ, պետական աշխատողի։ Դա նաև պետավտոտեսություններն են, այնպես որ մի քիչ ուշադիր եղեք, որպեսզի չհանդիպեք իրանց, չբախվեք իրենց հետ։ Դա հավելյալ ուժ է, որ այդ օրը անեք ձեր աշխատանքը, ձեր գործերը, կամ ավելի շատ գործ անեք, քան իրականում դուք անում եք, ավելի ոնց որ հնարավորությունը մեծ կլինի։ Եթե ձեզ աջակցություն պետք լինի, ապա այդ օրը նաև ձեզ կօգնեն, կաջակցեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին օգոստոսի 1-ին, ինչով սովորեմ։ Կարող եք վիճել այդ օրը, կարող եք նաև տուն մաքրել։ Տեսնենք, վիճում եք, թե ոչ, այստեղ թռավ, սա կնայեմ, ընդհանրապես օրվանի մեջ թռնողը կնայեմ, որտեղ շատ արագ բան է ուզում, հա, նա ձեզ ասել։ Դա եթե վիճեք էլ, ապա հաջողությամբ այն կավարտվի, հա, չեք այդպես շատ խորանա, նաև եթե տուն մաքրեք էլ, հա, եւս դա հաջողությամբ կավարտվի, կվերջանա։ Արագ կանեք,
Նաև այդ օրը ոմանք նոր կյանքի իմաստ կգտնեն, նաև լավ շրջապատում կլինեք, Աստված է ձեզ նաև պաշտպանում, այդ օրը օգնում է, աջակցում, հասունություն է նաև, իմաստություն, ուրիշ ձև կնայեք, ուրիշ ձև կմտածեք արդեն։ Եվ հանդիպում կամ շփում կունենանք որևիցե տղամարդու հետ, տեսնենք ով է։ Գուցե նոր ծանոթություն է ոմանց համար։ Ինչ որ տղամարդ է, որ կամ իր հետ կապված ինչ-որ մի բան է, այսպես խճճվում եք, լաբիրինթ է հասա, այսինքն կամ ինքն է ձեզ համար խնդիրներ ստեղծում, կամ ինքը խնդիրներ ունի եւ իրեն պետք է աջակցեք, կամ ինչ որ մի բան է առաջարկել, որ խճճվում եք, կամ խճճվել եք, չգիտեք ինչ անել, հանդիպել, շփվել, կամ ինչ անել, հարաբերությունները միգուցե աշխատանքի վայրում է այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին օգոստոսի 1-ին։ Ինչ-որ մի բան եք կորցնում, տեսնենք ինչ է սա, տրամադրության կորուստից մինչև անգամ ապրանքա կարող լինել։ Ընկերոջ կամ ընկերոջ վստահությունն եք կորցնում, կամ դուք եք կորցնում, իրան այլևս չեք վստահում, կամ հակառակը, ոնց որ դուք եք իր մոտ ձեր վստահությունը կորցնում։ Նաև կարող է ուղղակի գնում է ինչ-որ միտեղ, դա եւս կորուստ է, ոնց որ կորցնում եք լավագույն ընկեր, այսինքն ձեր կողքը չի արդեն, նա գնացել է։ Եվ այդ օր նամակագրական կապի մեջ կլինեք, փաստաթղթերը կդասավորեք, կստորագրեք, միգուցե քսերոքս եք անում, ինչ-որ ցուցակ կարող եք գրել։ Նաև նոր ծանոթություն կարող է լինել եւ իրար հետ շփվեք։ Այդ օրը կյանքի նոր իմաստ կգտնեք, ավելի ձեզ համար շատ հարազատ մարդկանց շրջապատում կլինեք, կամ նաև կարող է պետական աշխատողների շրջապատում լինեք, ավելի իմաստուն կլինեք, ավելի հասուն կմտածեք, դուք ինքներդ այսպես կմտածեք, որ ոնց եք փոխվել, այսինքն ձեր մտածելակերպն է արդեն փոխվել, ուրիշ ձև եք նայում տվյալ հարցին։ Նաև Աստված է ձեզ հետ պաշտպանում է ձեզ։ Եվ պաշտոն է սա նաև ինչ-որ չափով առաջ խաղացում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին օգոստոսի 1-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևէ երիտասարդ տղայի հետ։ Այստեղ ուշադիր եղեք, կարող եք վիճել, նաև կարող եք կորցնել տվյալ անձնավորությանը կամ նաև վիճելուց հետո տրամադրությունը գցեք, կամ նաև դա իրեն կորցնեք, այսինքն ինքը գնա, վիճեք եւ իրարից առանձնանաք։ Տեսնենք ով է ամենայն դեպս այս տղան։ Այնպիսի մեկն է, ում հետ հարաբերությունները կայուն են, ում հետ հարաբերությունները նորմալ են, այստեղ չգիտեմ ինչի համար պետք է մարդը վիճի։ Կամ կանգնացնում է ձեզ ձեր գործունեությունը, այսինքն որ չի թողում ինչ-որ մի բան անեք, դրա համար վեճ է առաջանում ձեր միջև։ Ոնց որ ինչ-որ մի բանին դեմ է կանգնած։ Դե այդ օրը վեճ կամ տուն կմաքրեք, տեսնենք որն է։ Այստեղ վեճ է, բայց ավելի շատ ոնց որ լեզվակռիվ է, քան ինչ-որ շաղոտ այդպես կատաղած վեճ։ Դա համար այստեղ ուշադիր եղեք, դե ինչ-որ մի բան եթե թույլ չեն տալիս, բնական է, այստեղ լեզվակռվի մեջ եք արդեն մտնում, դիմացինի հետ։ Դա արդեն ինչ-որ հստակ շատ գլոբալ այդպես մեծ վեճ չի։ Եկեք խոսել, քննարկել, հետո իրար չհասկանալ, նոր այդ ժամանակ սկսել իրար հետ վիճել։ Եվ ստեղ ուշադիր եղեք, ինչ-որ մի բան կորուստ կարող է լինել։
Դե կարող է նաև լինել, որ դուք զիջում եք։ Այնքան եք վիճում, այնքան որ ասում եք ուֆ լավ, քասացն է այսպես։ Բայց տեսնենք ինչն է այստեղ կորուստը։ Դա տրամադրության անկում կարող է լինել, չէ, ինչ էլ որ լինի, հաջողությամբ դուրս կգաք, եթե տրամադրությունն էլ ընկնի, ապա շատ արագ կվերականգնվեք, եթե այստեղ ինչ-որ գլոբալ մեծ ինչ-որ կորուստներ ես չեմ տեսնում, ուղղակի այստեղ հաջողության կորուստ է։ Եթե օրինակ այսպես մեկ օրինակով ասեմ, մնացածը թող իրենց օրինակը, եթե ինչ-որ գործ եք օրինակ ուզում անել, ինչ-որ մի բան եք ուզում անել, եւ ձեր կողակիցը դեմ է դրան, այստեղ դուք կորցնում եք ձեր հաջողությունը։ Այդտեղ վիճում եք եւ եթե համաձայնվում եք իր հետ, ապա կորցնում եք այստեղ ձեր հաջողությունը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, կարող ձեր հայրն է, ոչ թե սիրելին։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին օգոստոսի 1-ին։ Որտե կամուրջ է ստեղծվելու, ինչ-որ բաներ ավելի հեշտությամբ անել, թեկուզ ինչ-որ մեկին հանդիպել, զրուցել, այդ պահերը ձեզ ավելի հեշտությամբ կտրվի, առանց որևիցե այդպես բարդությունների, առանց որևիցե խնդիրների։ Նաև կհեշտանա, կհեշտանա յուրաքանչյուր գործ, յուրաքանչյուր այնինչ, որ դուք ուզում եք անեք այդ օրը։ Նաև շատ զրույց, շատ քննարկումներ, խոսակցություն, ինչ-որ մեկի հետ կարող շատ խոսել, նաև լեզվակռիվ չի բացառվում, բամբասանք է նաև սա, բամբասում են ձեր հետևից, խոսում են ձեր մասին, և տեսնենք ինչի կորուստ է, այստեղ եթե բամբասեն, ավելորդ խոսեն, բնական է այստեղ հեղինակությունն է վնասվում, բայց տեսնենք, տեսնենք ինչն է սա, իմաստությունը ձեր ձեռքում պահեք, ինչպես որ ասում են, և մի կորցրեք ոչ մի պարագայում, իմաստուն եղեք և մի արտահայտվեք այնպես, որ դա ձեզ վնասի ինչ-որ մի ձևով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին օգոստոսի 1-ին։ Այստեղ ինչ-որ մարդիկ խորանան անցյալի մեջ, կամ կհիշեն անցյալը, կամ անցյալից ինչ-որ մի բան կվերադառնա ձեր կյանք, միգուցե աշխատանքը, միգուցե այստեղ գումարները հետ վերադարձնեն, միգուցե ձեր ընկերն է, և պարտք է և հիմա ոնց որ վերադարձնում են նոր հետպես, վաղուց էիք սպասում, որ վերադարձնի։ Ոմանք էլ այստեղ կխորանան անցյալի մեջ, միգուցե ֆինանսական վիճակի հետ կապված, միգուցե դու ինձ պարտք ես, միգուցե հիշում ես, որ այնքան ծախսարեցիր, որ անիմաստ էր, այդպես և նորից այդպես խոսակցություններ լինի, կամ ընկերոջ հետ նախկինում ոչը գումար եք աշխատել և հիմա ևս հիշում եք այդ մասին, որ ինչ եք արել, միգուցե էլի խոսեք, էլի ցանկանաք նմանատիպ գործ անել, որ էլի գումար վաստակեք։ Ոմանք այդ օրը գումար կստանան, ոմանք այդ օրը գումար կծախսեն և հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին օգոստոսի 1-ին։ Այստեղ երեխաների հետ կապված ոչ առիթ է, միգուցե գնում եք խանութ, երեխաների դպրոցի համար արդեն գնումներ կատարելու, նաև դա կարող է լինել հղիություն, ծննդաբերություն, ավելի շատ զբաղվեք ընտանեկան կյանքով, նաև թոռները կան, երեխաները կան ձեր տուն, իրենց հետ ավելի շատ շփում ունենաք, նաև այստեղ ոնց որ մարդը ավելի շատ մանկական է մտածում, երբ որ սա ընկնում է, ոնց որ մարդը ավելի երեխայական է իրեն պահում այդ օրը։
Եթե չունի երեխա, եթե չունի թոռ, այդպես ոնց որ ինքը կամ հիշում է իր մանկությունը։ Սա նաև նոր կյանք է, նոր բիզնես, նոր հնարավորություններ, նոր հարաբերություն, նոր աշխատանք։ Եվ այդ օրը ձեզ կաջակցեն, եթե ինչ-որ աջակցության կարիք ունենաք, ապա ձեզ կաջակցեն։ Բայց նաև ուշադիր եղեք, որպեսզի չբախվեք պետավտոտեսություններին, նաև այդ օրը կարող ծանոթանալ պետական աշխատողի հետ ինչ-որ մեկի հետ, հա։ Նաև դա կարող է լինել սիրային ծանոթություն, չի բացառվում։ Հակառակ սեռի ներկայացուցիչ չէ, ով որ այդպես կարող է աշխատել, հա, պետական հիմնարկությունում կամ ուժային կառույցներում եւ հանդիպում կամ շփում կունենաք այդ աղջիկը։ Դե կողո ձեր աղջիկն է բերում է թորներին ձեր, որ դուք պահեք։ Այդ աղջիկը ձեզ հաջողություն է բերում, տղաների համար սա հաջողակ ծանոթություն է, ձեզ համար հա դուք որ ասում եմ գտակ ձերին, այդպես նաեւ կարող եք արտահայտվել։ Դե կամ նոր դռներ է բացում ձեր առջև այս աղջիկը, ինչ-որ մի մասնագետ է եւ ձեզ օգնում է եւ այնպես է օգնում, որ իրոք շատ դռներ է բացվում կամ օգնում է, որ ինչ-որ մի բան ավարտեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին օգոստոսի 1-ին։ Տան հետ կապված իրադարձություններ են, այստեղ եթե տուն եք մաքրում, ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չճղրտեք։ Սուր գործիքներից ուշադիր եղեք, միգուցե պատուհան եք լվանում եւ այլն, ինչ-որ մի անկյունի եք բախվում, կամ մեկ այլ բան, հա, այստեղ։ Նաեւ սա հյուրերը, դուք եք գնում կամ ձեր տուն են գալիս, նաեւ դա կարող է լինել տեղափոխություն, նոր բնակարան, նոր միջավայր, բնակարանամուտ եք նշում։ Ոսկով տան հետ կապված յուրաքանչյուր բան, տան իրեր եք գնում, չգիտեմ ինչ-որ բաներ եք անում։ Եվ այդ օրը ոմանց մոտ ինչ-որ սուր գործիքներով գործեր կարող են անել ձեզ վրա, դա կարող է լինել յուրաքանչյուր ասեղային, ինչ-որ էպիլյացիա կամ մեկ այլ հարցեր։ Նաև դե գործ անելուց ուշադիր եղեք։ Սա նաև վեճ է, կարող եք վիճել ընտանիքի անդամների հետ, այն դեպքում, երբ որ ինչ-որ գաղտնիք բացահայտվի, հա, եւ դա կարող է վեճ առաջացնել ընտանիքում։ Սկսեք վիճել։ Սուր վեճ է, հա, եւ այստեղ կտրուկ ոչ է, կարող է ինչ-որ բաներ մտածեք, անեք, այնպես կտրուկ որոշում է դա, եւ երկար մտածեք, չնայած կտրուկ որոշումը միշտ էլ կարճ է մտածվում, բայց ամենայն դեպս հետո միշտ մարդը փոշմանում է, կամ եթե ինչ-որ մի բան է ձեզ անհանգստացնում, կողո տուն է, այստեղ նստած եք եւ այդպես որոշում եք, վերջ, հանում եմ, սեղանը տանեմ այնտեղ, աթոռը տանեմ այնտեղ, այդպես կողո նաեւ դա է կտրուկ քայլը։ Այդ օրը ոմանք ուսմամբ կզբաղվեն, ոմանք նաեւ ինչ-որ գաղտնիք կիմանան։ Դա պետական հիմնարկության հետ եթե կապված ինչ-որ բաներ ունեք, երկուշաբթի օրը կարող եք դասավորել հստակ կարևոր փաստաթղթեր, որպեսզի տանեք ձեզ հետ։ Դա կարող է լինել դատական համակարգ, դա կարող է լինել դեսպանատուն, ավելի այդպես ոչ թե բանկ, մանկ։ Նոտար օրինակ, այստեղ կարող է նաև լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին օգոստոսի 1-ին։ Ինչ-որ միտեղ եք երկար մնալու։ Ինչ-որ մի բան է ձեզ պահում այդ օրը, որ ամբողջ գործերը անեք, ավարտեք վերջնականապես։ Նաև ոչ ոլորտ կայունանում է ձեզ մոտ, ավելի ոնց որ հանգիստ կլինեք այդ ոլորտի համար, չեք անհանգստանա, կայունություն է մտնում ձեր կյանք։ Նաև ոմանք ավելի իմաստուն կլինեն եւ ուրիշ ձև կնայեք տվյալ հարցին, միգուցե այդ որ կայունանում է, նորմալանում է, հա, այսինքն դուք ինքներդ կարող եք, հա, ձեր տրամադրվածությամբ, ձեր բնավորությամբ այդ օր ինչ-որ մի բան հանգստացնեք, նորմալացնեք, թեկուզ հարաբերությունները, հա, ինչ-որ իրավիճակ։ Դա նաև օձեր են, ովքեր որ
կամ որ ձեզ մոտ ամեն ինչ նորմալանում է, ոնց որ այդ ոլորտը հանգստանում է, դուք եւս հանգիստ եք եւ սկսում եք պատմել ինչ որ մեկին, հա, որ վերջապես հանգստացա տեղից, վերջապես նորմալացավ այդ պահը եւ օծերը սկսում են նախանձել ձեզ։ Նա միգուցե աշխատանքն է, միգուցե բիզնեսն է, միգուցե գործընկերներն են, հա, որոնք ձեզ հետ այդպես լավ չէին կամ ինչ որ բախվում էիք անընդհատ եւ հիմա ոնց որ նորմալացավ, վերջել չկա, եւ այստեղ նախանձություն է միանգամից առաջանում։ Այդ օրը նաեւ շատ շփում կունենաք, նաեւ բամբասանք է, այդ օծերը բամբասեն ձեզանից, նաեւ դա լեզվակռիվ կարող է լինել իրար հետ, հա, ինչ որ մեկի հետ իրար լավ չհասկանաք, այդպես խոսել, հետո ոնց ասում են իրար լավ չհասկանալ վերջում համաձայնության չգալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին օգոստոսի 1-ին։ Կամ գումար կստանաք, կամ գումար կծախսեք, դե աշխատավարձի օր է, հնարավոր է։ Կարող են ձեր երեխաները նաև ձեզ գումար փոխանցել, հա, եւ տղան եւ աղջիկը, եթե այսպես, հա, հնարավորություն կա։ Գումարի մասին ավելի շատ կխոսեք, կքննարկեք ինչ որ մեկի հետ գումարային հարցեր։ Տեսնենք ով է այս տղան։ Ինչ որ ուղղություն է, կամ իրար հետ ինչ որ ուղի եք ընտրելու, կամ նա ձեզ ուղի ցույց կտա, կօգնի ձեզ ճիշտ ուղով շարժվել, ճիշտ ուղին գնալ։ Այդպես միասին կարող եք որոշել, հա, կարող է ձեր տղան է կամ ձեր ամուսինն է եւ միասին որոշում եք ինչ որ մի բան անել։ Դա կարող է լինել ձեր տղայի հարսանիքը, կարող է լինել ձեր ամուսնու հետ ինչ որ գործեր եւ այլն եւ այլն։ Տեսնենք ով է այս աղջիկում, հետ կարող եք հանդիպել կամ շփվել։ Էլի աղջիկա։ Էլի ձեր աղջիկն է, կարող ձեր աղջիկն է, ոնց որ դա մո այդպես ցույց է տալիս։ Նայ կարող եք իրար հետ գնալ, օրինակ կարող եք երկու ընկերուներով, եթե երեխաներ ունեք, երեխաներին տանեք խաղասրահ այդ օրը, կամ ձեր աղջիկը կարող է լինել եւ ինչ որ մի բանի ավելի ոնց որ լուրջ չի վերաբերվում եւ նա մասին կարող եք խոսել իր հետ, կամ ինչ որ մի բան գա ձեզ պատմի եւ զգաք, որ ինչ որ մի այդ հարցին լուրջ չի վերաբերվում ինքը, կամ ձեզ կարող է լուրջ չի վերաբերվում, կամ ձեր ասածին լուրջ չի վերաբերվում։ Եվ մեկ ակնթարթ ինչ որ մի բան տեղի կունենա, կամ ինքը ձեր կյանք մեկ ակնթարթ ինչ որ մի բան կմտցնի, օրինակ, որ կասի հղի եմ, հա, դա եւս հա մեկ ակնթարթ ինչ որ մի բան է, կամ իր հետ է կատարվում, կամ ինքն է այնպես անում, որ ձեզ հետ կատարվի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին օգոստոսի 1-ին։ Բավականին շփում կունենաք ինչ որ մեկի հետ, հետո կարող է լեզվակռվի մեջ լինեք, բորբոքվեք, չդիմանաք եւ կարող եք նաեւ վիրավորել դիմացինին, նաեւ սա լեզվակռիվ կարող է չլինել բամբասանք եւ բամբասանքից այդ բարկանաք, միգուցե վիճեք, այնպես բարկացած քննարկեք նաեւ ինչ որ մեկի հետ այդ հարցերը։ Դա տեսնենք բարկության պատճառը եւ կանցնի էլի արդյոք։ Նա ինչ որ մի աղջիկ է, այստեղ եւս հա նայեք աղջիկը ընկած է, ինչ որ կամ իրոք բամբասանք է, այդ աղջիկը բամբասում է կամ խոսում է կամ իրար լավ չեք հասկանում եւ սկսում եք հա այդպես իրար հետ վիճել։ Ձեզ բարկացնում է շատ, կարող է լինել ձեր երեխան է։ Ձեզ չի լսում եւ բարկացնում է այդ օրը։ Իրար չեք հասկանում, միգուցե։ Տեսնենք ով է այս աղջիկը։
Ինձ թվում է այստեղ նայեք երևի վստահությունը կկորցնեք այդ աղջկա հանդեպ, միգուցե որպես ընկերուհի նաև կորցնեք տվյալ անձնավորությունը, չի բացառվում, կամ տրամադրությունն է ընկած այդ աղջկայի և դուք եք մխիթարում կամ ինքն է ձեր տրամադրությունը գցում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին օգոստոսի 1-ին։ Հանդիպում կամ շփում կունենանք որևիցե աղջկա հետ։ Տեսնենք ով է այս աղջիկը, ում հետ խոսեք այդ օրը։ Կամ իրար հետ ինչ-որ մի գործունեություն, ինչ-որ մի ոլորտ կկայանացնեք ձեզ մոտ, հնարավոր է նաև ինչ-որ բան է կայանացնում ձեզ մոտ, կամ իր մոտ է նորմալանում, ձեր աղջիկն է, ձեր թոռնուհին է, ինչ-որ խնդիրների մեջ էր ու հիմա իմանում եք այդ օրը, որ ամեն ինչ լավ է։ Միգուցե նաև սա ձեզ է ցույց տալիս, եթե դուք աղջիկ եք, եթե ձեզ մոտ ինչ-որ խնդիր կար, կամ այստեղ կարող լինել նաև ձեր մայրը չի բացառվում, եթե խնդիր կար, ապա այդ խնդիրը ոնց որ կարգավորվում է, վերանում է։ Իրար հետ կարող եք գնալ ինչ-որ միտեղ երկար մնալ, ինչ-որ տեղ սուրճ խմել, ինչ-որ մի բաներով զբաղվել։ Կարող է նաև այս աղջիկը ձեզ կանգնեցնում է ինչ-որ գործ անելու համար, միգուցե խորհուրդ է տալիս, այնպես որ դուք կանգնացնում եք ինչ-որ մի գործունեություն։ Այդ օր նաև կարող եք հանդիպել ոչ թե պաշտոնավոր անձնավորության, կարող է տղամարդ է, կամ նոր ծանոթություն այստեղ սիրային թեմայի է, կամ դա կարող է լինել հա ինչ-որ գործնական առումով, շաբաթ է, ազատ եք և կարող է հանդիպում եք իրար հետ։ Նաև աջակցություն է սա, որ ձեզ կաջակցեն, հնարավոր նաև այս տղամարդն է, չեմ ուզում կապել այս տղամարդու հետ, հա, բայց ամենայն դեպս ձեզ կարող են աջակցել այդ օրը, օգնել, շատ ուժ կունենաք, որ ինչ-որ մի հարցից դուրս գաք, ինչ-որ մի հարց կարողանաք անել, մինչև վերջ, ավարտել, և տեսնենք ով է այս տղամարդ, ում հետ կհանդիպեք կամ կշփվեք այդ օրը։ Նամակագրական կապի մեջ եք լինելու, միգուցե նոր ծանոթություն է, միգուցե ինչ-որ փաստաթղթեր եք մեկը մյուսին տալիս, վերցնում, նաև ցուցակ եք կազմում միգուցե իրար հետ, կարող է ձեր երկրորդ կեսն է և հարսանեկան ցուցակն եք կազմում, ում եք ուզում հրավիրեք, կամ ամուսիններով երեխայի հարսանիքի ծախսն եք հաշվում, և այլն, հա, յուրաքանչյուր բան այստեղ կարող է լինել։ Թղթի գրիչի հետ կապված կարող է ձեր տնօրենն է և պայմանագիր եք կնքում։ Դե շաբաթ է, շատերը նաև աշխատում են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։